Մի անգամ մի անձնավորություն գնում է խանութ թութակ առնելու եւ քանի որ ինքը միայնակ մեկն էր, ուզում էր մեկ ունենա իր տան մեջ, որ անդադ հետը խոսեր, հետեւաբար որոշեց խոսող թութակ առնի։ Հետո գնաց խանութ, այդ վաճառողին հարցրեց, ասեց վստահ խոսում է, ասեց հա հանգիստ եղեք, խոսող թութակ է, շատ վարժ խոսում է, ձեր լեզվով կարող է պատասխաններ տալ, երգել ձեզ համար ուրախացնել, ասեց ինչ լավ։ Տարավ տուն եւ մի օր սպասեց թութակը չխոսեց, երկու օր սպասեց չխոսեց։ Ճարահատված նորից գնաց խանութ վաճառողի մոտ հանդիպեց, ասեց լսեք պարոն, ձեր թութակը չի խոսում, ոչ մի ձայն չի հանում։ Ասում է տարօրինակ է, եթե չի խոսում, հայլի դրեք իր այդ վանդակի մեջ, հայլի որ դրեք, հաստատ ինքը կխոսի։ Դրել եք հայլի, ասես չէ, ուրեմն դրեք։ Ուրախ գնաց տուն, հայլին դրեց վանդակի մեջ, հիմա սպասում է որ թութակը պիտի խոսի, 1 օր անցնում է, 2 օր անցնում է, նորից չի խոսում թութակը։ Այս խեղճը նորից հուսահատվում է, նորից գնում է վաճառողին տեսնում է, ասում է լսի ձեր թութակը չի խոսում ինձ հետ, այսպես էլ բան կլինի, դուք ինձ խաբեցիք, ասում է չէ, ինքը հաստատ խոսում է։ Այ օրինակ դուք իրան ճոճանակ դրել եք այդ վանդակի մեջ, ասում է չէ, ճոճանակ չեմ դրել։ Այ որ դնեք ինքը մի քիչ ճոճորվի, տրամադրությունը բարձրանա, հաստատ կխոսի։ Օ ինչ լավ։ Տանում է ճոճանակը առնում իր համար, տանում դնում այնտեղ տեսնում է թութակը ոչ ճոճորվում է, ոչ խոսում է, ոչ տրամադրություն ունի, ոչ մի հատուկ ինչ-որ բան չի անում։ 2 օր անց նորից վերադառնում է խանութ, նորից թութակը չի խոսում, բա հիմա ինչ պիտի անեմ, ասում է մի հատ կարևոր բան էլ կա, մոռացել ենք։ Դուք աստիճան պետքա դնեք վանդակի մեջ, որ ինքը բարձրանա, իջնի, եւ ինչքան բարձրանա, այդ տրամադրություն կբարձրանա, նորից կխոսի ձեզ հետ, իսկապես հաստատ։ Ուրեմն այդ աստիճանն էլ առնում, տանում դնում է վանդակի մեջ, նորից բան չի ասում թութակը։ Անցնում է մի քանի օր եւ թութակը սատկում է։ Այս մարդ վերցնում է թութակը, գնում է նորից խանութ, ասում է լսեք, հերիք չի ձեր թութակը չխոսեց, մի հատ է սատկեց, դուք ինձ խաբեցիք, տենց էլ բան կլինի։ Վաճառող նայում է, ասում է շատ տարօրինակ է, այդ արքիրա որ չխոսեց ձեզ հետ, ոչ մի բան չասեց, չէ ասում է, իսկ սատկելուց առաջ գոնե մի բան չասեց, ասում է մի բան ասեց ու նոր սատկեց, ինչ ասեց, ասեց սոված եմ ինձ հաց տուր։ Մենք շատ անգամ սխալ բաների վրա ենք առաջնահերթություններ դնում, մեզ զբաղեցնում են տարբեր բաներով, հա, մեր մարմինի համար ինչ-որ զվարճանք, ինչ-որ ուրախություն, հայլ ենք դնում մեր առաջ, աստիճաններ ենք դնում, ճոճորվում ենք, ուզում ենք մեզ զվարճացնենք, բայց մոռանում ենք ամենակարևոր բանը։ Մեր մարմինը սնուցում, պարարտացնում ենք, բայց մեր հոգին չորանում է։ Իսկ մեր համար ամենակարևոր բանը, եթե ինձ հարցնեն, որն է ամենակարևոր խոսքը, որն է ամենակարևոր պատգամը, որն է ամենակարևոր պատվիրանը, իհարկե ես չեմ կարող շրջանցել եւ չեմ կարող չասել, որ առաջին պատվիրանը ամենակարևոր դա Ելից 20-րդ գլխի 2-ից 3 համարներն են, որ ուզում եմ ձեզ համար կարդալ։ Հիմա շատերն ասում են, որ մենք էլ օրենքի տակ չենք, պատվիրանի տակ չենք, բայց մենք Աստծո խոսքի ներքո ենք գտնվում եւ Աստծո խոսքը հավիտենական է։ Ելից 20-րդ գլուխ 2-րդ խոսքից եմ ուզում կարդալ ձեզ համար, որ կապ ունի մեր այսօրվա վերնագրի հետ։ Աստծուն տանք առաջին տեղը եւ ահա առաջին պատվիրանը հետեւյալն է ասում. Ես եմ Տերը քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից տրկության տնից, ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս, քեզ համար կուրջ չշինես ոչ վերևում երկնքում, ոչ ներքևում երկրի վրա եւ կամ երկրի տակ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ եւ նրանց երկրպագություն չանես։ Աստծուն տուր առաջին տեղը քո կյանքի մեջ, որովհետև եթե Աստծուն տաս առաջին տեղը քո կյանքի մեջ, մնացած ամեն բան իրենց տեղը կընկնեն։ Եթե հավատում եք, ասեք ամեն։ Եթե Աստված իր տեղը զբաղեցնի քո կյանքում, ամեն բան իրենց տեղը գեղեցիկ ձևով կզբաղեցնեն։ Հիմա գուցե ասենք, ինչու պետք է Աստծուն առաջի տեղը տանք։ Նախ, որովհետև նա Աստված է եւ արժանի է, որ միշտ առաջինը լինի մեր կյանքում, եւ երկրորդ, որովհետև Աստված էլ առաջին տեղը մեզ տվեց իր առաջնահերթության մեջ, իր որդուն մեզ համար զոհեց։ Ոչ մեկը չենք ուզենա Աստծո ցուցակի մեջ լինենք երկրորդական, երրորդական մեկը,
Սիրենք, որ Աստծո սիրո առարկան լինենք, Աստծո սիրո մեջ առաջինը լինենք, Աստծո օրհնության մեջ վերջինը չլինենք։ Հետևաբար ինչու պետք է Աստված ուզենա մեր կյանքի մեջ այլ տեղը գրավի, եթե ոչ առաջին տեղը։ Եթե Աստված իր տեղում լինի, ամեն բան եւ ամեն մարդ մեր կյանքում իրենց տեղում կլինեն։ Մարդիկ կան, հատկապես մենք հայերս, երբ որ հարցնում ենք ո՞նց ես, մի տեսակ ամաչում ենք երևի, ասենք լավ ենք, դրա համար շատ անգամ որպեսի դիմացնի մոտ, ասենք ինձ այս ձեռ քաշի, շատ անգամ ասում ենք խառն եմ։ Լսել եք այդպիսի արտահայտություն։ Ասել եք այդպիսի արտահայտություն, խառն եմ։ Չգիտեմ, պարսկահայերն ասում են, թե մենակ հայաստանցիներն են ասում։ Տեսել եք խառը կանաչի, ամեն ինչ կա դրա մեջ։ Խառն եմ, այսինքն ինձ այս ձեռ քաշեք, ես զբաղված եմ, ես ժամանակ չունեմ։ Դրա համար նայում ես այդ մարդու կյանքի մեջ, իր կյանքը խառն է, իր ֆինանսները խառն են, իր հարաբերությունները խառն են, ամեն բան խառն է, ամեն բան խառնվել է իրար։ Դրա համար այսօր պիտի աղոթենք եւ ասենք Աստված, դու արի խառնվի իմ կյանքի մեջ, որ իմ խառը բաները տեղը ընկնեն։ Համաձայն եք, Աստված միջամտի, Աստված խառնվի, Աստված լինի առաջին տեղը, որ մնացածը իրանց տեղում լինեն։ Եվ ես մի լավ բան ասեմ, եթե Աստված քո կյանքում առաջին տեղը լինի, սատանան քո կյանքում տեղ չունենա։ Լավ է։ Մեղ կա մի հատ անկյուն տանք իրան թող ընդե մնա, չէ։ Պետք է վտարենք մեր կյանքից դուրս, մեղքը սատանային հեռացնենք մեր կյանքից։ Աստված Աստված է։ Կարող ենք բարձրաձայն ասել, շատ պրիմիտիվ անչու, բայց ասենք Աստված Աստված է։ Աստված մարդ չի։ Աստված գործի չի ընդունվել քո կյանքում, որ քո աշխատանքային պայմաններով ու պայմանագրով աշխատանքի ընդունես։ Շատ հավատացյալների թվում է, թե մենք Աստծուն աշխատանքի ենք ընդունել մեր կյանքում, եկել է որպես Աստված աշխատի։ Եվ մենք իրեն պայմաններ ենք թելադրում, ժամանակ ենք տա, քո աշխատանքային ժամերը, այսինչ ժամերն են, Կիրակի օրն է, կգամ քո մոտ, դու կգաս իմ մոտ, ինձ բժշկի, ինձ օրհնի, հետո ես կգնամ իմ կյանքի։ Բայց Աստված Աստված է, եւ Աստված իր տեղն ունի մեր կյանքի մեջ։ Ղուկաս ավետարան 10:27 խոսքում Տեր Հիսուսն ասաց, եթե ոմանք ասում են դա 5 կտակարանն է, ասում է, ուրեմն Աստծուն պաշտիր, Աստծուն սիրիր, մենք օրենքի տակ հո չենք, բայց նոր կտակարանում Տեր Հիսուսը նորովի ներկայացրեց այս պատվիրանը եւ ասաց հետեւյալը. պիտի սիրես քո Տեր Աստծուն։ Համաձայն ենք, որ պիտի սիրենք մեր Տեր Աստծուն, բայց ոչ թե մեր ուզած ձևով, ոչ թե մեր պայմաններով, այլ Աստծո պայմաններով պետք է սիրենք իրան։ Քույրեր, եղբայրներ, սերը զուտ էմոցիա չի, զգացում չի, սերը առաջինը որոշում է։ Պիտի սիրես քո Տեր Աստծուն, ինչպես։ Առաջինը ամբողջ սրտով։ Սա է Աստծուն առաջին տեղ տալը, երբ որ ամբողջ, ոչ թե կիսատ, այլ ամբողջ սրտով նրան սիրես։ Ոչ մեկս չենք ուզենա, որ Աստված կիսատ սրտով մեզ սիրի։ Աստված այնպես սիրեց աշխարհը, շարունակեք դուք, որ ինչ արեց, որ իր միածին որդին տվեց մեզ համար։ Սա է ամբողջական սերը։ Ինչ ուներ, տվեց։ Հետևաբար ամբողջ սրտով Աստծուն սիրել է սա, ես էլ ինչ ունեմ, նրան եմ փոխադարձում, նրան եմ տալիս։ Երկրորդ ասած, պիտի սիրես քո Տեր Աստծուն ամբողջ հոգով։ Սիրտը մեր միտքն է, մեր զգացմունքներն են, հոգին հավերժական է, որ մեր ներսում է, Աստծո մասնիկն է մեր մեջ, պիտի սիրես Աստծուն քո ամբողջ հոգով։ Եվ քույրեր, եղբայրներ, երբ որ հոգին ու սիրտը իրար հետ մեկտեղվում են, հենց դա է ամբողջականությունը։ Հետո շարունակությունն ասած, երրորդ պայմանը Տեր Հիսուսը, պիտի սիրես քո Տեր Աստծուն ամբողջ զորությամբ։ Ինչքան ուժ Աստված տվել է, պիտի նրան սիրես։ Հիշում եք 150 Սաղմոսը, ամեն շունչ ունեցող թող օրհնի Տիրոջը։ Քանի քո թոքերի մեջ շունչ կա, քանի քո ոտքերի մեջ ուժ կա, քանի քո ձեռքերի մեջ զորություն կա, պիտի Աստծուն փառք տաս եւ նրան ծառայես։ Չգիտեմ դուք ինչպես, բայց ես այսօր առավոտյան իմ ոտքերին շնորհակալություն հայտնեցի։ Գիտեք ինչու համար, որ ինձ բերել են եկեղեցի, հա?
Կարաս իմ ասես, որ նստած ես, մի ասես ոտքի ձեռք տաս, ուրիշի ոտքի գործ չունես։ Այս վերջերս Լուկաս եղբայրը, Պատրիկ եղբայրը եկել էին Հայաստան, հետո Լուկաս եղբայրը, որ մի ծիծաղալու բան է ասում, ինքը նենց լիարժեք է ծիծաղում, որ իրան կորցնում է, հետո ձեռքը սիրում է խփիր ոտքին, ծիծաղում է, ու այդպես մի հատ պատմություն պատմեց, հիմա խփում է ոտքին, ուրախանում է, ծիծաղում է։ Մեկ է Պատրիկ եղբայրը, որ տեսել եք անցած անգամ ստեղ է, ինքը շատ ջենթլմեն է։ Նայեց իրան ասեց. Լուկի ջան, ներողություն եմ խնդրում, հա, բայց այս քո ոտքը չի, իմ ոտքն է։ Սխալ ոտքի էր խփում Ղուկասը։ Հիմա կարող ես քո ոտքի խփես, ասես շնորհակալ եմ, որ ծառայում եք ինձ։ Շնորհակալ եմ, որ ինձ բերել եք ճիշտ տեղ, ինձ բերել եք Աստծո տուն։ Ինչու են մեր ոտքերը մեզ բերել այստեղ, որովհետև առաջինը մեր սիրտը, մեր միտքն է մեզ բերել այստեղ։ Նկատում եք, եթե մեր միտքը միտեղ է, մեր ոտքերը վազում են այնտեղ։ Եթե իմ սիրտը Աստծո տան մեջ է, ոտքերս էլ Աստծո տան մեջ կլինի։ Տեր Հիսուսն ասաց, որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ ձեր սիրտն է։ Հենց սա է Աստծուն առաջին տեղը տալը, քո գանձը դնես նրա տան մեջ, ուղարկես նրա տուն, եւ մի բան ասեմ ձեզ, եթե քո գանձը վստահես Հիսուսին, երբեք չես սննկանա։ Ովքեր են այստեղ հայաստանցիներ, ձեր բարձրացրեք։ Օ, մի ճնշող մեծամասնություն կարելի է, լավ կեսը, որ Պարսկայի չնեղանան, կես հայաստանցիներ են։ Ունենք եղբայր լուրջ գործ ունենք ստեղ անելու։ Հայաստանցի Պարսկահայ, չգիտենք ոնց ենք սրանց մեկտեղ բերելու, բայց մենք հո իրար հետ յոլա են գնում։ Հա, Երիկը ուշեց, ասեց, էսի խորոված է ուզում այս գործը։ Խորոված, խտարով են բոլոր համեղ բաներ։ Լավ։ Մենք սովետի, ովքեր որ սովետից կհիշեն, սովետական ժամանակներում մարդիկ իրենց խնայողությունները մի հատ բանկում էին հավաքում։ Այդ մի բանկն ուներ սովետը, կոչվում էր խնայ բանկ, խնայելու բանկ, որ մարդիկ իրենց փողերը, իրենց թոշակ, իրենց ամբողջ ունեցվածքը մարդ կար, որ 50 տարի գումար էր հավաքել այդ բանկում, որ իր ծերությունը վայելեր, իր թորներին նվեր տար, որ էլ ոչ մի հոգս չունենար։ Խնայ բանկը սովետական բնակչությանը 250 միլիոն մարդու չխնայեց։ Եվ մի օրվա մեջ մարդիկ արթնացան ու տեսան, որ այդ հազարավոր, 100,000-ների հասնող գումարները փոշի էր դարձել, կոպեկ էր դարձել, ոչ մի արժեք չուներ, որտեղ իրանց կյանքը վստահեցին մի հատ պետության, մի հատ բանկի, որը մեկ գիշերվա մեջ նրանց թալանեց։ 250 միլիոն մարդ արթնացավ, սնանք, bankruptcy ենթարկվեցին, որտեղ իրանց գանձը սխալ տեղ էին դրել։ Սիրել Աստծուն նշանակում է իմ ամբողջ զորությունը, իմ կյանքը, իմ գանձը, իմ սիրտը տանել այնտեղ, որտեղ իմ Աստվածն է։ Ամբողջ զորությամբ։ Հետո չորրորդն էլ ասում է, սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ մտքով։ Սա էլ կարևոր է, որտեղ մենք կարող ենք սիրել Աստծուն մասամբ, մեր հոգին սիրում է Աստծուն, չէ՞, մեր սիրտը, մեր զգացմունքները սիրում են Աստծուն, բայց երբեմն կարող են մտքով ուրիշ տեղ լինենք։ Եղել է ձեզ հետ երբևէ, որ եկեղեցում քարոզ լսես, բայց մտքով ուրիշ տեղ լինես։ Հիմա ովքեր ուրիշ տեղ են, հետ եկան։ Մի հատ երգ ասում են, չէ՞, թրջեի մտքով ուր տուն։ Հետո գալիս ես եկեղեցի, սատանան ճանապարհին մեկ է խոսում է, հետո ասում է գազ միացած ես թողել, հոսանք միացած ես թողել, դուռը բաց ես թողել, ում հետ է եղել, մեր հետ եղել է շատ, հետո հետ են գնացել, տեսել ոչ գազն են միացած թողել, ոչ դուռն է բաց թողել, բայց սատանան խաղացնում է մեզ։ Մարմնով եկեղեցում ես, մտքով ուրիշ տեղ ես։ Մարմնով աղոթում ես, բայց միտքդ լրիվ ուրիշ բանի վրա է գնացել։ Քուրես եղբայրս սիրել Աստծուն եւ Աստծուն առաջի տեղը դնել, հենց սա է նշանակում միտքդ Աստծո հետևից է գնում։ Միտքդ Աստծո խոսքի մեջ է։ Ասում է ցերեկ ու գիշեր այդ մարդը ինչ է անում, Աստծո խոսքի վրա է ինչ անում, մտածում։ Նկատել եք սատանան այսօր մեր մտքերը ոնց է կեղեքում։ Մի հատ վայրս է գցում մեր մեջ, վիրուս, եւ գնաց կասկածները, վախերը, մտքերը տանջում են քեզ, բայց եթե իմ միտքը Աստծո հետ է կապված, իմ միտքը Աստծուն կսիրի, եւ եթե սիրում եմ, միտքս նրա հետ է,
Տեսել եք երիտասարդի սիրահարված, եղել եք երբևէ սիրահարված, ունեք եղբայր, ինչպես երբ որ սիրահարված է, չես մոռացել այդ օրերը, չէ՞։ Երբ որ սիրահարված էր, կարվել է քրոջ, ինչ էր անում։ Աշկետ փակում էր, տեսիլք էր տեսնում, չէ՞։ Նամակ էր գրում, իրան էր տեսնում, ուզում էր իրան երազում էր իր հետ լինել, շփվել, զրուցել, ուշն ու միտքդ։ Հետո մարդիկ հետդ խոսում են, ասում են, լսի տղա, միտքդ որտեղ է, ու սիրահարված չես։ Եթե ես Աստծուն սիրահարված եմ, միտքս նրա հետ է։ Չեմ ասում ցնդած հավատացյալ լինենք, կորցնենք մեր ողջախոհությունը, բայց երբ որ միտքս Աստծո հետ է, ես ամենաողջախոհ մարդն եմ դառնում աշխարհում, ամենազգաստ, ամենասթափ։ Ուրեմն սիրիր քո Տեր Աստծուն, սա է առաջին տեղը տալը։ Հիմա եկեք պատկերացնենք, որ մեր կյանքը մի մեքենա է, կյանքի մեքենան։ Եվ դու ընթանում ես կյանքի ճանապարհով։ Եվ եթե այդպիսին է քո կյանքը պատկերավոր, որտեղ է Քրիստոսը։ Արդյոք նա քո մեքենայի մեջ է։ Արդյոք դու նրա հետ ես ճանապարհ գնում։ Արդյոք նա քեզ հետ է։ Հիմա ոմանք կարանք ասենք, իհարկե, այո, որովհետև անցած քարոզին մենք իմացանք երկու կարևոր բան, որ առաջինը պետք է Հիսուսին ինչ անենք, ով է հիշում, հրավիրենք, երկրորդը պետք է հնազանդվենք։ Բրավո, լավ հիշել եք քարոզը։ Ինչ լավ է, հրավիրենք։ Ես արդեն հրավիրել եմ, Հիսուս իմ կյանքի մեքենայի մեջ է, մենք ուրախ իրար հետ ընթանում ենք։ Երկրորդ հարցն եմ ուզում տամ, եթե Հիսուսը քո կյանքի մեքենայի մեջ է, որտեղ է։ Մի հատ նայի, տես որտեղ է ինքը։ Գուցե հետևն է նստած, ուղղակի որպես պասաժիր, passenger, չէ՞ անգլերեն, վերցրել ես իրան քո հետ, հայերեն չեն ասում պասաժիրին, հաճախորդ, հա, ուղևոր, վերցրել ես իրան ուղղակի, որ Հիսուս ջան, մենակ չմնամ, արի հետս իրար հետ ընթանանք այս կյանքի նեղ ու քարքարոտ ճանապարհով։ Բայց Հիսուսը չի ուզում, որ քո մեքենայի հետևի նստարանին նստի։ Լավ, թող հետևը չնստի, կողքս նստի։ Թող կողքս նստի, միասին կընթանանք, կզրուցենք ճանապարհին, եւ շատ հավատացյալների կյանքում Հիսուսը պարզապես զրուցունք էր։ Խոսամ թեթևանամ։ Տեսնեմ, որ հետո սա հանգիստը զգամ ինձ։ Բայց քույրս եղբայրս Հիսուսի տեղն էլ քո կողքը չի, որպես կողքի նստատեղի։ Հիսուսի տեղը վարորդի նստարանի, չէ, այնտեղ է, ղեկի առաջն է, որ քո կյանքի ղեկը Հիսուսին դաս։ Համաձայն եք։ Put God first, հենց սա է նշանակում։ Առաջին տեղը տալ Հիսուսին, այսինքն դու ես իմ կյանքի վարորդը։ Իմ ղեկը քո ձեռքերի մեջ է։ Իհարկե վարորդներ կան, որ ուրիշ տեսակի ուղևորներ էլ ունեն, որ իրաց կողքը նստացնում են, մեկ է դու քշում ես, մեկ է կողքին նստած ասում է, «Էդ ինչ արեցիր, տենց մի գնա, սենց գնա, սխալ արեցիր, դանդաղ քշի, մի քիչ արագ գնա»։ Ունեցել եք նման ուղևորներ ձեր կողքը նստած։ Հա, կանայք։ Այստեղ ոմանք ձեռով են իրար անում, չեմ հասկանում ինչ եք ասում։ Հա, Քրիստոս սենց է անում։ Մեր եղբայրներից մեկը մի անգամ պատմեց, ասում է, միտեղ քարոզում եմ, մեկ է քարոզի ժամանակ մի հատ 60 անց տիկին է նստած, ամբողջ քարոզի ժամանակ էսպես էր անում։ Ես հիմա չեմ հասկանում, էս ինչ է նշանակում, եթե քարոզս լավ է, պիտի սենց անի։ Ինչա սենց անում։ Հետո վերջում մոտեցավ ինձ ասեց, եղբայր, ասում է, «Էդ ինչ ընտիր, քարոզ տվեցիր, էդ ինչ ընտիր»։ Լրիվ ես հարսիս մասին էր։ Հարս իր հետևը նստած էր։ Ուրեմն սիրելի հարսներ, որ գալիս եք եկեղեցի ձեր կիսուրների հետևը մի նստեք։ Իրանց առաջ նստեք։ Հիմա ոմանք սենց էին անում, էլ չեն անում, ձեռքերը պահեցին։ Հիսուսը, եթե նստած է ղեկին, դու էլ նստած ես իր կողքը, էլ իրան մի ասա ոնց քշի մեքենան, չէ՞։ Էլ իրան մի ասա ինքը ինչ անի։ Տեր Հիսուս, այսօր ես քշում, մենք պետքա ձախ գնայինք, դու աջ մտար։ Այ մենք երբեմն ուզում ենք ձախ գնանք, բայց Հիսուսը աջ է տանում մեզ։ Մի եղբայր էլ կար, որ հավատացյալ էր եկեղեցու, հետո գնաց, որ իր մեղքը խոստովանի, որ դավաճանություն է արել, եւ Հայաստանում նրան ռուսերենով մի կատակ բառ ասում են Լևի եմ գնացել։ Հիմա այս հովիվն էլ պարսկահայա չի հասկանում ռուսերեն։
Գնացել եմ մոտ, ասում եմ Հովիվ ջան, ուզում եմ մեղքս խոստովանեմ, Լևի եմ գնացել, ասում եմ Լևի ի՞նչ է, ասում եմ ձախ եմ գնացել։ Հետո Հովիվը լսում ասում է դե եղբայր ջան, ամեն մեկս էլ մեկ ձախ են գնում, մեկ աջ են գնում։ Բայց մենք մեր ուզած ճանապարհով ենք ուզում գնալ։ Հիշում եք Աստծո խոսքն ասում է, որ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն։ Տեր Հիսուս, այո, դու եղիր իմ վարորդը, դու եղիր իմ ղեկի վրա նստած, բայց թող ես ասեմ ոնց գնաս։ Չես կարող։ Ինքը պետք է առաջնորդի քեզ։ Հիսուս, հիմա ուր ենք մենք գնում։ Հիմա մենք գնում ենք ներման փողոցով։ Չէ, ես չեմ ուզում իր այրեսը տեսնեմ։ Չէ, եթե ղեկը ինձ էս տվել, պիտի ընթանանք մինչև վերջ։ Հետո աջ է թեքում, Հիսուս, ուր ես, հիմա ուր ես ինձ տանում։ Հիմա ես քեզ տանում եմ առատաձեռնության պողոտայով։ Առատաձեռնության չեմ ուզում, ես ժլատության փողոցով եմ ուզում գնալ։ Ինքն է որոշում քեզ ուր տանի։ Ես հավատում եմ անգամ ինքն է որոշում քեզ որ եկեղեցի տանի, որ հոգևոր ընտանիք տանի։ Ինքը գիտի, ինքն է մեր առաջնորդը։ Ղեկը իր ձեռքերի մեջ է։ Եվ Հիսուսը երբեք չպետք է հաճախորդ լինի մեր կյանքում։ Երբեք չպետք է ուղեկից լինի կամ պասաժիր լինի, այլ միշտ պետք է մեր կյանքի ղեկը նրա ձեռքում լինի։ Եթե համաձայն ես, ասա այո։ Ես մի բան գիտեմ, որ եթե քո կյանքի ղեկը սատանային վստահես, նա քեզ սխալ տեղ կտանի։ Եթե քո կյանքի ղեկը քո ձեռքերի մեջ վերցնես, վթարի կենթարկվես։ Բայց եթե ղեկդ Հիսուսին տաս, անպայման տեղ կհասնես։ Հիմա ուզում եմ վերջում այսպես մի ավարտում մի բան ասեմ, ինչպես Աստծուն դնել առաջին տեղը, ինչպես է դա երևում։ Չգիտեմ իմ PowerPoint-ից երևում է, ես չեմ տեսնում իմ PowerPoint-ը, ես վստահ եմ Էրիկին։ Բայց ես մի բառ եմ գրել, որ ինձ քարոզի մեջ կա first։ Ինչ է նշանակում first? Առաջին։ God is first when he is first in եւ այս տեղերում։ Հիմա կնայենք։ Առաջինը first finances։ Ազգին եղբայր faith ասեիր հասկացանք, մի խոսեցեք այդ մասին, այդքան չի կարելի։ Բայց քո վերաբերմունքը քո գումարներին ցույց է տալիս քո առաջնահերթությունը։ Թե ինչի վրա ես դու, ինչով ես դու հետաքրքրված։ Երկրորդ օրինաց 8-րդ գլխի 11-րդ խոսքից ասում է զգուշ եղիր։ Չլինի թե մոռանաս քո Տեր Աստծուն ու չպահես նրա պատվիրանները, հրամաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, չլինի թե ուտես ու կշտանաս։ Նկատել եք տարբերություն կա սոված մարդու եւ կուշտ մարդու։ Իմ ընկերներիցս մեկը պատմել, ասում է պապս, որ սոված էր լինում, աղոթում էր, ասում էր Տեր Աստված, աշխարհի մեջ ինչքան սոված մարդ կա իրանց օրհնի։ Դե ինքը սոված է, չէ՞։ Այսինքն իրան է պիտի օրհնի։ Հետո որ կշտանում էր, ձեռը դնում էր փորին, ասում էր Աստված ջան, աշխարհի մեջ ինչքան սոված մարդ կա հոգիները առ։ Այսինքն արդեն կուշտ է, իրան չի վերաբերվում։ Մարդ կա, որ կշտանում է, ինչ է լինում։ Նկատել եք, կշտանալը ազդում է մեր հիշողության վրա։ Աստված գիտի դա։ Դրա համար ասում է չլինի թե ուտես ու կշտանաս, գեղեցիկ տներ կառուցես ու դրանց մեջ բնակվես, լավ մեքենաներ կներեք, ես ժամանակակից թարգմանություն, քո արջառներն ու հոտերը շատանան, քո արծաթն ու ոսկին շատանա, այս ամեն ինչը շատանալու է։ Աստված ավելացնող Աստված է, բայց նա ասում է չլինի թե եթե դրանք շատանան, քո ունեցած ամեն ինչն է շատանա, հետո սիրտդ գոռոզանա, եւ ինչ անես, եւ մոռանաս քո Տեր Աստծուն։ Մոռացկոտ սիրտը։ Նկատել եք մեր սիրտը ամենալավը, որ հիշում է ինչն է, վատ բաները։ Դրան ասում են հիշաչարություն։ Ամենաթույլը, որ հիշում է, լավ բաներն են։ Դրա համար երբ որ մի հատ փորձության մեջ անգնում, մոռանում է Աստծո բոլոր բարերարությունները։ Դրա համար Սաղմոսն ասում է եւ մի մոռացիր նրա բոլոր բարիքները, օրհնիր Տիրոջը, ով իմ անձ։ Ուրեմն մեր ֆինանսների մեջ պետք է առաջնահերթությունը տանք Աստծուն, ինչպես։
Ես այսպես եմ անում, սա իմ սկզբունքն է իմ կյանքի, սա օրենք չի, որ ասեմ ես օրենք եմ կատարում կամ օրենքի տակ եմ, սա արժեք է, սա սկզբունք է, սա իմ որոշումն է, որ իմ ամբողջ եկամուտի 10-րդ մասը առանձնացնեմ իմ Աստծո գործի համար։ Լռություն։ Նորից կրկնեմ, այս իմ որոշումն է, ձեր հետ ես գործ չունեմ։ Բայց մենք ինչ ենք ասում, դե Տեր Աստված, նախ պարքերս փակեմ, կարիքներս հոգամ, վերջում էլ ինչ որ տակը մնաց, հետո կորոշեմ քո համար ինչ անեմ։ Եվ այդ ժամանակ տակը ոչինչ չի մնում։ Բայց երբ որ ես առաջին տեղում եմ Աստծուն դնում անգամ իմ ֆինանսների մեջ, ես առանձնացնում եմ Աստծո բաժինը եւ ասում եմ Աստծունը Աստծուն։ Սա իմ Տիրոջ բաժինն է։ Եվ եթե ես առանձնացնում եմ, մնացածի հետ ինչ ա լինում, Աստված օրհնում է մնացածներ։ Դրա համար այն քիչն էլ սկսում է բավարար լինել ինձ համար, որտեղ մեջը օրհնություն կա։ Հայաստանում ասում են, թեպետ այդ բառը պարսկերեն ասում են, այդ ստացածից մեջ բարաքյատ չկար։ Հետևաբար ասում են անբարաքյատ։ Բարաքյատ չկար, օրհնություն չկար մեջը, չհասկացա ոնց գնաց։ Բայց երբ որ մի բան Աստված օրհնում է, բավարար է։ Ամեն, բավարար է, ավելի ինքան բավարար է։ Եվ սա ցույց է տալիս քո վերաբերմունքը, թե ում ես առաջին տեղը դնում քո կյանքի մեջ։ Ես որոշում եմ իմ ֆինանսների մեջ էլ լավագույնը Աստծո համար առանձնացնեմ, առաջինը Աստծո համար առանձնացնեմ։ Մի պատանի տղա կար, որ 18-րդ դարի վերջում, 19-րդ դարի վերջում որոշեց Ամերիկայում, կարծեմ Լուիզիանայում դուրս եկա փողոց օճառ վաճառի։ Եվ հավատացյալ էր, ինքն էլ պայման կնքեց Աստծո հետ։ Ասես Տեր Աստված, ինչքան որ իմ գործը օրհնես, ես խոստանում եմ, որ իմ ստացածի 1/10-ը ես քո գործի համար, ավետարանի համար, եկեղեցուդ համար կառանձնացնեմ։ Աստված օրհնեց։ Հետո երբ որ օրհնվեց, իր գործը որոշեց 20-ը, որոշեց 30-ը, հետո 50-ը, հետո մի պահ եկավ, որ ասես Տեր, ամեն ինչ որ ունեմ քոնն է, ինչ որ տակը կմնա իմն է։ Մի փոքրիկ բան վերցնեմ, որ ապրեմ, մնացածը քո գործի համար։ Իրա ազգանունն էր Colgate։ Ծանոթա ձեզ Colgate-ը։ Այսօր ձեր լոգարանում Colgate-ին հանդիպել եք, թե չէ։ Ես օրը 2 անգամ իրան հանդիպում եմ։ Իրա անունը հայտնի դարձավ։ Աստված օրհնեց իրա գործը, որտեղ ինքը Աստծուն առաջին տեղը դրեց իր ֆինանսների մեջ։ Երկրորդը first, ուրեմն առաջինը F, երկրորդը որ տառն է անգլերենում I is for interest։ Ինչ է interest։ Ոչ միայն շա, այլև իմ հետարքրություն, Աստծուն դիր քո հետարքրությունների առաջին տեղում, ինչով ես դու հետաքրքրված, ումով ես դու հետաքրքրված, ինչով որ հետաքրքրվես, դա էլ կունենաս։ Եթե միտքդ հետաքրքրված է մեղքով, մեղք կունենաս։ Եթե հետաքրքրված ես Էրիկի մեղքերով, հաստատ կտեսնես իր մեղքերը։ Եկե խնդաց, ասես պետք չի մեղքերի հետ գործ չունեք, Քրիստինեն գիտի Էրիկա։ Բայց եթե հետաքրքրվես Աստծով, Աստծուն կունենաս քո կյանքի մեջ։ Եթե քո հետաքրքրությունը Աստծո խոսքը լինի, քույրեր, եղբայրներ, Աստծո խոսքից օգուտներ կքաղես քեզ համար։ Շատ հավատացյալներ ցավոք ինչ են անել, ոչ թե հետաքրքրված են, ձանձրացել են Աստծո խոսքից։ Քույրեր, եղբայրներ, Աստծո խոսքը ձանձրալի չի, մի աշխարհ է։ Մի կյանք կարդում ես ու չես հոգնում։ Ուզում ես ուտես եւ չես հագենում, խմում ես եւ ելի ես ուզում խմես, որտեւ Աստծո խոսքը միշտ թարմ է, մանանա է, զովացնող է, ջուր է, կրակ է, տաքացնում է մեզ։ Աստծո խոսքը մեր դեղն է, մեր բուժումն է, մեր օրհնությունն է։ Դրա համար Աստվածաշունչը Աստծո խոսքի համար այո փառք տանք Աստծուն։ Չպետք է քո աչքից հեռու լինի, չպետք է պարզապես կիրակի օրը գցես թևի տակ բերես եկեղեցի հետ ու տանես նորից դնես պահարանի մեջ։ Աստծո խոսքը սեղանիդ առաջ պետք է լինի, ձեռքերիդ մեջ պետք է լինի, աչքերիդ առաջ պետք է լինի։ Համաձայն ենք։ Հետաքրքրություն, interest։ First, երկրորդը I is for interest։ Ինչով ես հետաքրքրված։ Ղուկաս 18:1-ում Հիսուսն ասաց պետք է աղոթել եւ չձանձրանալ։ Չէ՞։ Հետաքրքիր է աղոթքը։
Մարդիկ կան, որ ձանձրացել են աղոթքից, բայց աղոթքի մեջ հետաքրքրություն կա, Աստծո ներկայություն կա։ Այո, կրոնական աղոթները ձանձրալի են, բայց Հիսուսի հետ հաղորդակցվելը հետաքրքիր է, որտեղ ես լսում եմ նրա ձայնը, նա լսում է իմ ձայնը։ Գաղատացիների 6-ին էլ ասում է՝ մի ձանձրացեք բարի գործերից։ Թող հետաքրքիր լինի քեզ գործելը, ծառայելը Տիրոջ համար։ Եվ առաջ Կորինթացիներ 10:31-ն ասում է՝ ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործել որ անեք, ամեն բան ինչի համար արեք, Աստծո փառքի համար արեք։ Այստեղ չի ասում Մոնիկ եղբայր, չի ասում աղոթեք թե կարդացեք, Աստծո փառքի համար աղոթեք ու կարդացեք։ Ոչ մի կրոնական բան չկա այստեղ, կենցաղային մի բան է։ Այսինքն մեր մանրուքների մեջ էլ Աստծո փառքը պիտի փնտրենք։ Քո առևտրի մեջ, քո ուտելու մեջ, քո հագու կապի մեջ պիտի Աստված փառավորվի։ Ոնց կարա իմ հագածի մեջ Աստված փառավորվի։ Այո, դու կարող ես այնպես հագնվել, ես չեմ ասում Լուի Վիթոն հագնվի, որ Աստված փառավորվի։ Բայց դու կարող ես այնպես հագնվել, մարդիկ նայեն ասեն, փառք Տիրոջը, ինչքան գեղեցիկ է։ Դու կարող ես այնպես քո ուտելու մեջ է լինել, որ Աստված այդ ձևով փառավորվի։ Աղոթքի ժամանակ հիշես Աստծուն, չէ՞, փառավորվում է Աստված թե չէ։ Մի անգամ մի փոքրիկ երեխա գնացել էր իր ընկերոջ տուն, հետո ծնողները ընկերոջ հրավիրեցին, ասին, արի մեր հետ ճաշենք։ Հետո նստեցին, որ ճաշեն, աղոթ չարեցին։ Հետո այդ երեխան սպասում է, երբ դե աղոթեն, որ ուտեն, չեն աղոթում, մի անգամից կերան։ Հետո նայեց ասում, ասում, ինչ հետաքրքիր եք դուք վարվում, ճիշտ մեր շան նման։ Ինքը չի սպասում, որ աղոթեն, մի անգամից ուտում է։ Չլինենք այդպիսին։ Մեր սեղանների շուրջ էլ փառավորենք Տիրոջ։ Մեր ուտելով փառավորենք Տիրոջը։ Երրորդ տառը, first-ի երրորդ տառը R-ն է, չէ՞, R is for relationships։ Դուք ինչ սովորացնում եք, վերջ անգլերեն քարոզել նաև։ Ունի եղբայրն ինձ հանձնարարել, պիտի անեմ, ինչ անենք։ Քրիստոսին առաջին տեղը տուր քո հարաբերությունների մեջ։ Այսա է առաջին տեղը տալ նրան։ Քո նախապատվությունը տուր Քրիստոսին։ Ասում է չար ընկերակցություններն ինչ են անում, բարի վարքը ապականում են։ Քո ընկերները Աստծո համար կարևոր են, հետաքրքիր են, թե ովքեր են քո ընկերները, ում հետ ես դու հաղորդակցվում, ում ես դու ականջ դնում, ով է քո կողքինը։ Գործք առաքելոց 5:29-ում, երբ որ քահանայապետերը արգելեցին Պետրոսին քարոզել, Պետրոսը եւ մյուս առաքյալներն ասաց, պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։ Սա էր Պետրոսի առաջնահերթությունը հարաբերությունների հարցում, որ ոչ ոք չի կարող ազդել իմ վրա, որ ես Աստծուն չհնազանդվեմ։ Կան քույրեր, որ ասում են, ես չեմ կարողամ կարդալ, աղոթել, ինչու, ամուսինս չի թողում։ Դե գրված է հնազանդվեք ձեր ամուսինին, ես էլ հնազանդվում եմ, ամուսինն ասում է, մի կարդա չեմ կարդում, մի աղոթի չեմ աղոթում, եկեղեցի մի գնա չեմ գնում։ Ես հնազանդվում եմ Աստծուն։ Իրական ում հնազանդվում իր ամուսնուն։ Բայց քույրս եղբայրս ոչ մի ամուսին, ոչ մի կին անգամ չի կարող մտնել քո եւ Աստծո հարաբերությունների մեջ։ Դա քո եւ Աստծո հարաբերությունն է։ Եվ ոչ ոք չի կարող այդտեղ մտնել եւ խանգարել։ Հետևաբար հարաբերությունների մեջ առաջնահերթությունը տուր քո Տեր Աստծուն, relationship։ Կարևոր է սա։ Ուզում ենք, որ Աստված վերջ-վերջո հարաբերություն ունենանք նրա հետ եւ ուզում ենք, որ Աստված մեզ հետ խոսի, ով է ուզում, որ Աստված իր հետ խոսի։ Հա? Հավատում եք, որ Աստված կարող է խոսել մեզ հետ եւ ուզում ենք, որ խոսի։ Ուրեմն ինչ արա, կարդա Աստծո խոսքը։ Պարզ բան ասեմ, Վազգե եղբայրսը գիտե, հեսա մի հատ հետարքիր բան կասես, էլի ձանձրալի չի։ Երբ որ ես կարդում եմ Աստծո խոսքը, Աստված խոսում է։ Իր խոսքի միջոցով էլ է խոսում։ Ուրիշ ձևեր էլ ունի խոսալու։ Ավանակի բերանով էլ կարող է խոսել, ոնց որ Բաղամի հետ եղավ, բայց ինչու իմ հետ Աստծո խոսքով չխոսի։ Հիմա երկրորդ հարց. իսկ ով է ուզում, որ Աստված ձայնով խոսի իր հետ։ Ասեմ ինչպես, ձայնով կարդա Աստծո խոսքը։ Բարձր կարդա, Աստված ձայնով քո հետ կխոսի։
եւ դու հայտնություններ կստանաս։ Սա է հաղորդակցությունը Տիրոջ հետ։ Վերջ-վերջո, եթե մենք Աստծո խոսքին չտիրապետենք, չկարդանք, երկինք որ գնանք, շատ անհարմար վիճակի մեջ ենք հայտնվելու։ Պատկերացեք, մի հատ հայտնի, մի հատ փառահեղ մեկը կհայտնվի մեզ, կծանոթանանք իր հետ, կասենք ինչպես է քո անունը, ինքը կասի իմ անունը Օբդիա է։ Օբդիա նովա։ Հետո ինքը կասի ես մի հատ հայտնի գիրք եմ գրել, երբևէ կարդացել ես իմ գիրքը։ Քո գիրքը, ինչ գիրք։ Այս գիտեք Աստվածաշունչում նման մարգարեություն կա, Աբդիայի մարգարեությունը։ Հետո մեկը կգա իր այդ կծանոթանա, կասի իմ անունն էլ Անգե է, Անգե, նես ծանոթ ա, ապեր քեզ որտեղ եմ տեսել։ Ոնց թե որտեղ։ Ես մարգարեների մեջ եմ եղել, դու իմ գիրքը չես կարդացել միթե։ Ամոթ կլինի։ Այսքան լավ կլինի, որ մենք այդ հեղինակներին ճանաչենք։ Վերջ-վերջո Աստվածաշունչը միակ գիրքն է, երբ որ դու կարդում ես, հեղինակը քեզ մեկնաբանում է, կողքդ է։ Ես էլ եմ գիրք գրել, եթե կարդակ իմ գիրքը, ես ոչ մի ձև ձեր կողքը չեմ կարող լինել։ Եթե իհարկե հարցը լինի, զանգեք պատասխանեմ։ Բայց երբ որ Աստվածաշունչը կարդում ես, հեղինակը կողքդ է հայտնվում։ Սա է relationship, հարաբերություն։ Put God first in your relationship. Նախապատվությունը նրան տուր։ Չորրորդ, ինչ լավ է որ այս բառը first-ը շատ կարճ բառ է։ Կարոզը արագ կվերջացնենք։ S is for schedule. Select as bas schedule. Schedule են ասում, schedule են ասում, տարբեր նահանգներում տարբեր բան են ասում, անգլիացի կարծեմ schedule են ասում, ամերիկացի schedule են ասում։ Ինչ է schedule-ը։ Ասում եմ schedule-ից վրա կդնեմ մի հատ, տես քո օրակարգը, քո ծրագիրը, քո օրագիրը, Աստծուն առաջին տեղը տուր քո օրակարգի մեջ, քո ժամանակի մեջ տուր Աստծուն առաջին տեղը։ Շատ քրիստոնյաներ Աստծուն իրանց schedule-ի մեջ դնում են մենակ կիրակի օրը։ Ես կդնեմ կիրակի հետ Աստծո համարը կգնամ Աստծո հետ կհանդիպեմ, մնացած օրերին իմ համար կապրեմ։ Պատկերացնում եք, եթե ես ու Գայանեն ամուսնանայինք ու ես ամուսնական խոստումի ժամանակ Գայանենին ասեմ. «Սիրելիս, ես խոստանում եմ քեզ հավատարիմ լինեմ ամեն կիրակի»։ Կուզենայիք տես մեկ հետ ամուսնանալ։ Չէ։ Աստված էլ չի ուզում տենց մեկի հետ հարաբերություն ունենալ, որ մենակ կիրակի է հավատացյալ, այլ ամեն օր Աստված իմ schedule-ի մեջ առաջին տեղում է։ Սաղմոս 55-ում Դավիթն ասում է. «Կաղոթեմ քեզ առավոտյան, ցերեկը եւ գիշերը»։ Ոչ թե ժամ չունեմ, այլ իմ ժամերի մեջ առաջին տեղը քեզ եմ տալիս Տեր։ 1946 թվականին Truett Cathy անունով մի ամերիկացի բացեց իր առաջին ռեստորանը եւ որոշեց, որ այդ ռեստորանը ամեն օր պետք է բաց լինի բացի կիրակի օրից։ Իր բոլոր ընկերներն ասեցին դու կձախողվես, ֆեյլ կանես, չի հաջողվի քեզ մոտ, որովհետեւ Ամերիկայի մարդիկ ամենաշատ են կիրակի օրն են ուտում։ Դու էլ կիրակի փակվում ես, ասած ես հավատացյալ եմ, իմ աշխատողներն էլ պետք է եկեղեցի գնան, ես էլ պետք է եկեղեցում լինեմ եւ չաշխատեց։ 6 օր աշխատում էր, 7-րդ օրը փակում էր։ Ինչքան էլ որ ճնշում էին գործադրում նրա վրա, բայց նա որոշեց այդ օրին ձեռք չտալ։ Այսօր էլ, եթե մենք գնանք կարծեմ բրանդի վրա, կտեսնենք այդ ռեստորաններից մեկը, որի անունը Chick-fil-A է։ Եղել եք Chick-fil-A-ում թե չէ։ Գոնե անցել են կողքով, չէ՞, որ կիրակի օրերը ինչ է, հիմա էլ է, չէ՞, փակ։ Այնպես որ եթե մեկը ասի կիրակի օրը համեցեք գնանք Chick-fil-A, իմացեք ձեռը առնում քեզ, ծաղրում է։ Բայց այս պատմությունը ինձ համար մի բան է ասում, եթե Աստված առաջին տեղը լինի իմ օրացույցի մեջ, ես էլ Աստծո մոտ առաջին տեղում կլինեմ իր արտահերթ վիճակների մեջ, իմ կյանքի դրությունների մեջ։ Ոչ թե երբ որ ժամանակ ունենամ, Աստծուն ժամանակ կտամ, այլ ես ժամանակ կառանձնացնեմ Աստծո համար։ Համաձայն եք։ Եվ Chick-fil-A-ն մինչև հիմա աշխատում է, մինչև հիմա գործում է եւ մինչև հիմա կիրակիները կողպ է, որպեսզի մարդ հնարավորություն ունենա եկեղեցի գնալու։ Մեր եղբայրներից մեկը, որ նոր էր ապաշխարել, մեր աբովյանցները կհիշեն Էդգարին։ Էդգարը շատ քաղցր եղբայր է, հիմա մեր մոտ երեց է, ունիկ եղբայրն էլ իր տանն է մնացել։ Թե իր համար պատիվ թե Էդգարի։
Էդգարը որ նոր էր ապաշխարում, մեքենայի ապակիների թինթի գործ էր, թինթ եք ասում դրան, չէ, ֆիլմ եք ասում, թինթ եք ասում, թինթ էր անում։ Մենք հայերենով ասում ենք պլյոնկա, այսինքն ռուսերեն։ Եվ ինքը որ ապաշխարեց, որոշեց Կիրակի օրը փակի իր բիզնեսը եւ գա եկեղեցի, որտեղ Երևանում էր ապրում, իջև Աբովյան գար ժամանակ էր տևում, որոշեց չի աշխատելու Կիրակի օրը։ Այդ որ որոշեց շաբաթ օրը, ասում եմ մի հատ հաճախորդ եկավ, մենք այդ մեքենային ասում ենք Յաշիկ, դուք ասում եք Գելենտվագեն, ինչ եք ասում դրան, G-Wagon-ով, ասեց եղբայր վաղ ես մեքենան բերում եմ, պլյոնկա անես։ Էդգարն ասեց, չէ, ասեց, ես sense նոր որոշում եմ կայացրել, ես Կիրակի չեմ աշխատելու։ Չես կարա չաշխատես, վաղ ինձ պետք է, ես հարսանիք պիտի գնամ, պիտի անես։ Եղբայր չեմ անելու։ Չէ, արա։ Հետո Էդգարը ասում է մի հատ որոշեցի մի հատ բարձր գումար ասեմ, որ այս մարդը բարկանա ու գնա ինձանից։ Ասի կանեմ եւ ասում է որ 30,000-ով պիտի անի, ասի 100,000 դրամ։ Ասում եմ նայեց, ասեց շատ լավ է, կտամ 100,000 դրամ։ Ասում այ քեզ ճիշտ ոնց որ սատանան գործարք էր առաջարկում։ Հետո ասի ճարպկություն անեմ ուրիշ բան ասեմ սրան։ Ասի իրան ասեցի նայ առավոտվա ժամը 7-ին պիտի գաս, որտեղ ասեցի հաշվարկեմ որ շուտ անեմ 11-ին ինձ գցեմ եկեղեցի։ Ասես խնդիր չկա 7-ին կգամ։ Ասում եմ 7-ին գնացի եւ սպասում եմ, չկա։ Զանգում եմ ուր ես, հիմա գալիս եմ։ Ժամը 8-ն է, ուր ես, հիմա գալիս եմ, ժամը 9-ն է, այ ախպեր ասի, հասնում եմ, բան չմնաց 10 րոպեից, մի ժամ անցավ, 2 ժամ անցավ, ասում է ինքը այդպես էլ չեկավ, ես էլ եկեղեցի չգնացի, եւ հասկացա սատանան ինձ ծաղրեց, քո schedule-ի մեջ առաջինը Աստծուն ժամանակ տուր, Աստծունը, Աստծուն տուր, մնացածը Տերը առաջնահերթությունը քեզ կտա։ Եղել է որ գնաք բժիշկի մոտ, այս գնոնիկ եղբայրն եղել է։ Տեղ ջնգել էր, ձեռքը կոտրել էր, զանգում ենք բժիշկին ասում է 2 շաբաթից համեցեք, իմ օգնականը ձեզ կընդունի։ Ոնց թե այդպես բան։ Մարդ թեվա կոտրել, հիմա ժամանակ չունեն։ Էս են Ամերիկայի բժիշկները, չէ՞։ Բայց ինչքան հաճելի է, որ բժիշկն ասում է քեզ արտահերթ երբ ուզենաս կընդունեմ։ Ես բժիշկ ընկերներ ունեմ, որ մի բան է պատահում, գնում եմ հիվանդանոց, այնքան հաճելի է, որ այն մյուսներին այն կողմա դեմ ասում է համեցիր վազգ եղբայր։ Մեր Աստված էլ այդպեսին է ուզում, որ իրար հետ այդպես հարաբերվենք։ Երբ որ գործ իրանն է, դեր առաջի տեղը քոնն է։ Երբ որ իմ գործ իրա մոտ անկնում, սիրելիս, իմ զավակ, ես պատրաստ եմ ամեն բան թողնեմ քեզանով զբաղվենք, փառք Տիրոջը։ Եվ վերջի տառը first-ի թինա։ Վերջի կետը քարոզի ամենալավ կետն է, չէ՞, որտեղ ասում ենք ու վերջացնում ենք։ T is for troubles and triumphs։ Ինչ է նշանակում։ Troubles, փորձություններ, նեղություններ, դժվարություններ, triumphs, ինչ է նշանակում։ Հաղթանակ, հաջողություն։ Աստծուն առաջին տեղը տուր քո փորձությունների մեջ եւ քո հաղթանակների մեջ, քո ձախողումների մեջ եւ քո հաջողությունների մեջ։ Անցած անգամ ասացի, որ Հիսուսին շատերը հիշում են որպես 911, որպես emergency, որ արագ արի հասիր, բայց Կանայի հարսանիքում Հիսուսին հիշել էին ուրախության օրը։ Դրա համար նա գինին շատացրեց։ Ուրեմն Հիսուսին կանչիր, քո փորձությունների մեջ կգա եւ հետո երբ որ հաջողության մեջ լինես, առաջին տեղը նրան տուր։ Տեսել եք մարզիկներին, երբ որ սպորտի մեջ մի հատ հաջողության են հասնում, հետո մեդալը կախում են նրա վզից, ես միշտ սիրում եմ այդ տեսարանը, որ մարզիկները այդ մեդալը հանում են, հետո տանում են մի հատ խոնար մարդ, որ նստարանին նստած է մարզիչի, կախում են իրանց մարզիչի վզով, որտեղ դա իր արժանիքն է։ Ուրեմն մեր հաջողությունների մեջ փառքը տանք Տիրոջ։ Եվ վերջի խոսք Մատթեոս 6:33 Տեր Հիսուսն ասաց. դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը ինչ արեք, փնտրեք։ Եվ եթե մենք փնտրենք, նախ փնտրենք Աստծո արքայությունը, ինչ կլինի մեզ հետ, եւ այդ ամենը, որ ամենը, ինչի կարիք մենք ունենք, ինչ կլինի մեզ, կտրվի օնի եղբորը։ Տենց չի գրված։
Եվ այդ ամենը ձեզ կտրվի ինչպես ավելիով։ Իմ Աստվածաշնչում այդպես է գրված. Ավելիով կտրվի ձեզ։ Եթե ես տալիս եմ իմ կյանքում առաջի տեղը Աստծուն, Աստված ինձ ավելիով տալիս է իր օրհնությունները։ Կուզենամ կանգնենք Տիրոջ առաջ հիմա։ Put God first։ Նայր քո կյանքում որտեղ է Աստված հիմա։ Քո կյանքի մեքենայի մեջ որտեղ է Հիսուսը։ Նա ուղևոր է վերջի նստարանին նստած։ Թե մի քիչ առաջ ես գնացել, թույլ ես տվել Հիսուսը գա կողքդ նստի եւ քո հետ խոսա։ Բայց ես նախընտրում եմ այսօր մեքենան կանգնեցնենք, իջնենք, դուռը բացենք եւ ասենք համեցիր Տեր Հիսուս Քրիստոս։ Իմ կյանքի ղեկը քո ձեռքը վերցրու։ Եվ տար ինձ այնտեղ, որտեղ դու ուզում ես, որ ես լինեմ։ Մեր ձեռքերը պարզեն դեպի Տերը եւ գանք դրա ներկայության մեջ։ Սա սուրբ պահ է, սիրելիներ։ Սա կարևոր պահ է։ Գուցե սատանան քեզ ասում է, արագացրու, շուտ գնա, ուշանում ես, մի մնա մինչև վերջ։ Բայց դու որոշեցիր մնալ։ Կամ գուցե դու այսօր այստեղ չպետք է լինեիր, ամեն բան սատանան անում էր, որ փչացներ քո գալը։ Բայց դու եկար եւ դու հաղթեցիր, որովհետեւ առաջին տեղը որոշեցիր Հիսուսին տալ, ոչ թե քո կարիքին, ոչ թե առևտրին, ոչ թե քո ստամոքսին, այլ Հիսուսին տվեցիր առաջի տեղը, Հիսուսն էլ իր սրտում առաջի տեղը քեզ կտա։ Հիսուսն էլ քո խնդիրների, կարիքների մեջ առաջին ինքը կհասնի քեզ։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր։ Մեր ձեռքերը որպես մի գերի բարձրացնենք եւ հանձնվենք Տեր Հիսուս Քրիստոսին, հանձնվենք նրա շնորհքին եւ ասենք Տեր ներիր ինձ, որ տեղ եմ տվել, բայց երկրորդը, երրորդը ոչ Տեր։ Այսօր ուզում եմ առաջի տեղը զիջել քեզ։ Այսօր ուզում եմ առաջի տեղից ցած իջեցնել իմ էգոն, իմ եսը եւ քեզ բարձրացնել Հիսուս։ Ես չեմ ուզում մի հավատացյալ լինել, որ հարցնեն, ասեմ ո՞նց ես, ասեմ խառն եմ։ Խառը չեմ։ Այո, եթե Հիսուսը քո սրտում չլինի, խառը կլինես։ Բայց եթե Հիսուսը խառնված լինի քո գործերի մեջ, ամեն բան դասավորված կլինի քո կյանքում։ Աստծուն Աստծուն կտաս, կայսրինը կայսրի։ Ուրեմն արի Հիսուս եւ առաջի տեղը զբաղեցրու իմ կյանքի մեջ։ Ես վտարում եմ սատանային իմ կյանքից, հեռացնում եմ իմ սրտից։ Ներիր Տեր, որ թույլ եմ տվել, որ նա ինձ խաբի, մոլորեցնի, հիմարացնի, զբաղեցնի։ Իմ ամենամեծ զբաղմունքը ուզում եմ, որ քո խոսքը լինի, աղոթքը լինի, պաշտամունքը լինի, Տեր, որ ես ապրեմ քեզ համար։ Եվ գուցե քո միտքն ասի, եթե դու ապրես Հիսուսի համար, բա քո համար ով պիտի ապրի։ Եթե ես ապրեմ Հիսուսի համար, Հիսուսն էլ կապրի ինձ համար։ Եթե ես անեմ Հիսուսի համար, Հիսուսն էլ ամեն բան կանի ինձ համար։ Քույրեր, եղբայրներ, եթե կարոտ ես Հիսուսին, ձեռքերդ բարձրացրու, գրկիր նրան։ Քո Հիսուսը այստեղ է։ Քո քաղցր փրկիչը այստեղ է։ Նա արժանի է առաջին տեղին։ Նա արժանի է, որ մենք նրան սիրենք ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ հոգով, ամբողջ զորությունով։ Հիսուսն արժանի է, Հիսուսն արժանի է, որովհետև նա առաջի տեղը տվեց քեզ։ Նա խաչվեց քեզ համար, նա չարչարվեց քեզ համար։ Նա երկնքում տեղ է պատրաստել քեզ համար, դու ես նրա ուշքն ու միտքը։ Եվ մենք էլ աղոթում ենք, որ Հիսուսը գրավի մեր ուշքն ու միտքը։ Տեր Հիսուս, Տեր Հիսուս, Տեր Հիսուս։ Հրավիրում ենք քեզ, արի Հիսուս, արի, բայց ոչ թե կողքս նստիր, արի ղեկը քո ձեռքերի մեջ վերցրու Հիսուս, արի Տեր, արի Տեր, արի Տեր, արի Տեր, եկեք երկրպագենք նրան, պաշտենք նրան, օրհնենք նրան, բարձրացնենք մեր աղոթքը, բարձրացնենք մեր ձայնը, put God first, put Jesus first, առաջի տեղը տուր Հիսուսին, առաջի տեղը տուր նրան քո ֆինանսների մեջ, առաջի տեղը տուր նրան քո հետաքրքրությունների մեջ, առաջի տեղը տուր նրան քո հարաբերությունների մեջ, in your relationships,
Առաջի տեղը տուր նրան քո schedule-ի մեջ, քո ժամանակի մեջ։ Առաջի տեղը տուր նրան ամեն հարցերում։ Քո նեղությունների մեջ եւ հաջողությունների մեջ։ Հիսուս դու առաջինն ես։ Հիսուս դու ոչ միայն առաջինն ես, դու նաև միակն ես իմ կյանքի մեջ։ Մի անգամ մեկը եկավ, ասեց Վազգեն եղբայր, պապիկս էքսիդենտի մեջ է, կոմայի մեջ է, վերջին հույսը Աստված է, աղոթիր։ Ես ասացի սիրելիս, Աստված մեր վերջին հույսը չի։ Աստված մեր առաջին եւ միակ հույսն է։ Ուրիշը չկա։ Այնպես չի, որ ամեն բան փորձել եմ, հիմա էլ մի հատ էլ Աստծուն փորձեմ։ Մի փորձիր քո Տեր Աստծուն։ Վստահիր քո Տեր Աստծուն։ Հանձնվիր քո Տեր Աստծուն։ Նրա Սուրբ Հոգին հիմա այստեղ է, որպեսզի քեզ հպվի, որպեսզի քեզ լցնի, որպեսզի քեզ օծի, քեզ զորացնի, քեզ բարձրացնի, քեզ թև տա, ուժ տա։ Արի Տեր, եւ մեր սրտերը նորոգիր։ Արի Տեր, եւ մեր սրտերը նորից վառի։ Արի Տեր եւ վերադարձրու առաջի սիրո կրակը մեր սրտերի մեջ, նորից բորբոքիր, նորից տաքացրու, նորից ուշ տուր մեզ Տեր, շնորհակալ եմ,